FPV դրոնների տեսախցիկներ։ Ողջույն բոլորին։ Այսօրվա մեր վիդեոդասը տեսախցիկների մասին է։ Ինչպես հիշում եք մեր նախորդ դասից, FPV տեսակապը գործում է հետևյալ կերպ։ FPV տեսախցիկը, որը միացված է դրոնի մայրական սալիկին, որսում է պատկերը, այնուհետև վիդեո փոխանցիչը, որը նույնպես միացված է մայրական սալիկին, տեսախցիկից եկող պատկերը վերածում է ռադիոազդանշանի եւ իր ալեհավաքի օգնությամբ այդ ազդանշանը փոխանցում է վիդեոընդունիչին, այսինքն մեր FPV ակնոցին, մոնիտորին կամ այլ վիդեոընդունիչ պարունակող ցանկացած սարքի, որը աշխատում է տվյալ հաճախականությամբ։ Մեր դեպքում 5.8 GHz։ Վիդեոընդունիչը, այսինքն մեր FPV ակնոցը, ստացվող ազդանշանը վերածում է պատկերային հոսքի, որի արդյունքում մենք կարողանում ենք տեսնել տեսախցիկից փոխանցվող պատկեր։ Կայուն վիդեոկապ ունենալու համար այս շղթայում ցանկացած կոմպոնենտի վատ աշխատանք կարող է ստեղծել խնդիրներ։ FPV տեսախցիկներ։ Մինի, միկրո, նանո տեսախցիկի չափսեր։ FPV տեսախցիկները լինում են մինի, միկրո եւ նանո տեսակների։ Դրանք տեսախցիկի ֆիզիկական չափսերն են, որոնց չափման միավորը միլիմետրն է։ Այս չափերը հիմնականում վերաբերում են տեսախցիկի լայնությանը։ Պարտադիր է իմանալ տեսախցիկի չափսերը, որպեսզի այն տեղավորվի մեր դրոնի շրջանակի մեջ։ Մինի տեսախցիկները լինում են 21-ից 22 մմ լայնության, համարվում են հնացած ստանդարտ։ Օգտագործվում են մեծ դրոնների կամ ոչ ակտուալ սարքավորումներում։ Միկրո տեսախցիկներ ունենում են 19 մմ լայնություն, համարվում են այսօրվա ամենատարածված տեսախցիկների չափսը։ Նանո տեսախցիկներ ունեն 14 մմ լայնություն, ամենափոքր չափսն են եւ օգտագործվում են հիմնականում մինի դրոններում։ Կետայնություն, resolution։ Տեսախցիկները ունենում են կետայնություն, որը ընդունված է չափել TVL-ով։ TVL-ը television lines չափման միավոր է, որն օգտագործվում է անալոգային FPV տեսախցիկների պատկերի հորիզոնական կետայնությունը նկարագրելու համար։ Այն ցույց է տալիս, թե քանի ուղղահայաց գծեր կարող է տեսախցիկը տարբերակել կադրի լայնությամբ։ Որքան մեծ է TVL-ի թիվը, այնքան ավելի բարձր է պատկերի որակը։ 1200 TVL-ից բարձր կետայնություն ունեցող տեսախցիկները համարվում են բարձրորակ։ Դրանք ապահովում են ավելի մաքուր եւ հստակ պատկեր, ինչը շատ կարեւոր է FPV թռիչքների համար։ 1200 TVL-ից ցածր տեսախցիկները ունեն ավելի ցածր որակ, բայց կարող են օգտագործվել ավելի փոքր դրոնների համար, կամ այն դեպքերում, երբ բարձր պատկերի որակը մեզ համար առաջնային չէ։ Օբյեկտիվներ։ FPV տեսախցիկի օբյեկտիվը կամ լինզան ամենակարևոր բաղադրիչներից է, քանի որ այն որոշում է, թե ինչպես է դրոնը տեսնում աշխարհը։ Օբյեկտիվի ֆոկուսային հեռավորության չափսը, որը չափվում է միլիմետրերով, ուղղակիորեն ազդում է տեսադաշտի field of view-ի վրա, ապավումը FOV, ինչն էլ իր հերթին որոշում է թռիչքի ոճը։ Մրցաշավերում ամեն ինչ արագության եւ ճշգրտության կողմ է գնում։ Օպերատորները թռչում են նեղ արգելքներով եւ խոչընդոտներով։ Այդ իսկ պատճառով օպերատորները օգտագործում են ավելի փոքր ֆոկուսային հեռավորության 1.8-ից 2.3 մմ չափսի օբյեկտիվներ։ Լայն տեսադաշտ wide FOV։ Փոքր ֆոկուսային հեռավորությամբ օբյեկտիվները ապահովում են շատ լայն տեսադաշտ։ Սա օգնում է ժամանակին նկատել հաջորդ արգելքը կամ խոչընդոտը եւ ճիշտ որոշում կայացնել։ Մեծ օբյեկտիվները ապահովում են ավելի նեղ տեսադաշտ, ինչը նշանակում է, որ օբյեկտները էկրանին երևում են ավելի մոտ եւ իրական չափերով։ Սա թույլ է տալիս կատարել ճշգրիտ մանևրներ շենքերի, ծառերի կամ այլ խոչընդոտների մոտ։ Օբյեկտիվներում տեսադաշտի անկյունը, ռուսերեն ուգլ обзора, կախված է տեսախցիկի ֆոկուսային հեռավորությունից, ռուսերենով ֆոկուսնե расстояние։ Ինչքան փոքր է ֆոկուսային հեռավորությունը, այնքան մեծ է տեսադաշտի անկյունը։ Այսինքն, երբ տեսադաշտը մեծանում է, օբյեկտները ավելի են փոքրանում, որի արդյունքում ունենում ենք որոշակի դեֆորմացիաներ պատկերը տեսնելիս։ Ֆրիստայլում գլխավորը ռիսկային ու հնարքներով լի թռիչքներ կատարելն է։ Օպերատորները ցանկանում են տեսնել օբյեկտները հնարավորինս իրական եւ բնական տեսքով, որպեսզի հնարքները կատարելու ընթացքում օբյեկտների չափսերի սխալ պատկերացման պատճառով չվնասեն իրենց սարքը։ Այդ նպատակով օգտագործվում են ավելի մեծ չափի ֆոկուսային հեռավորության օբյեկտիվներ 2.3-ից 2.5 մմ։ Ցանկության դեպքում օբյեկտիվները կարելի է փոխել։ Կարճ ասած, օբյեկտիվի ճիշտ ընտրությունը ուղղակիորեն կախված է ձեր թռիչքի ոճից։ FPV տեսախցիկներում հիմնականում օգտագործվում են երկու տեսակի սենսորներ՝ CCD եւ CMOS։
Դրանք լույսի էլեկտրական ազդանշանի վերածելու երկու տարբեր մոտեցումներ են, եւ յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները։ Այսօր դժվար է գտնել նոր FPV տեսախցիկներ CCD սենսորներով։ CCD-ն համարվում է հին տեխնոլոգիա, քանի որ վատ լուսավորության ժամանակ այս սենսորները բավական վատ էին աշխատում։ Բարձր էներգիայի սպառում ունեին, իսկ այժմ համարվում են հնացած տեխնոլոգիա։ Այդ իսկ պատճառով համարյա բոլոր նոր տեսախցիկները, որոնց դուք կհանդիպեք, կլինեն CMOS սենսորներով։ CMOS սենսորներով տեսախցիկները նախագծված են ցածր էներգիա սպառելու համար եւ ապահովում են ավելի մաքուր եւ հստակ պատկեր ցածր լուսային պայմաններում։ Հաջորդ պարամետրը aspect ratio-ն է։ Դա FPV տեսախցիկի կողմերի հարաբերակցությունն է։ Ցույց է տալիս, թե ինչպես է պատկերը բաշխվում լայնությամբ եւ բարձրությամբ։ Aspect ratio-ն ունենում է երկու ձևաչափ, որոնք տեսախցիկների վիդեոընդունիչների կարգավորումների բաժնում կարելի է ցանկության դեպքում փոփոխել։ Առաջինը 4:3 հարաբերակցությունն է։ Ցույց է տալիս ավելի լայն պատկեր ուղղահայաց ուղղությամբ, ավելի հաճախ կիրառվում է մրցարշավային դրոնների դեպքում, քանի որ այդ դեպքում օպերատորը ավելի հեշտ է կարողանում կենտրոնանալ առջևում եղած խոչընդոտների վրա։ 16:9 հարաբերակցությունը հարմար է ֆրիստայլ թռիչքների համար, պատկերը լայնանում է հորիզոնական ուղղությամբ, ինչը հնարավորություն է ստեղծում ունենալ ավելի մեծ տեսադաշտ աջ եւ ձախ կողմերից։ Շատ կարևոր է, որ քո տեսախցիկն ու ակնոցը աշխատեն նույն հարաբերակցությամբ։ IR block եւ IR sensitive։ Այս երկու տերմինները վերաբերում են տեսախցիկի սենսորի վրա ներկառուցված ֆիլտրին։ Ֆիլտրը որոշում է, թե ինչպես է տեսախցիկը ընկալում լույսը։ IR block կամ IR cut ֆիլտր։ Այս ֆիլտրը արգելափակում է ինֆրակարմիր ճառագայթները, թույլ տալով, որ տեսախցիկը տեսնի միայն տեսանելի լույսի սպեկտրը։ Սա ապահովում է, որ ցերեկային թռիչքների ժամանակ պատկերի գույները լինեն ճիշտ եւ բնական։ Օրինակ, եթե դուք տեսախցիկ օգտագործեք առանց IR ֆիլտրի ցերեկը, կանաչը կարող է երևալ ավելի կարմրավուն կամ մանուշակագույն։ IR sensitive կամ IR pass։ IR sensitive։ Այս տեսակի տեսախցիկները ունեն IR ֆիլտր եւ զգայուն են ինֆրակարմիր ճառագայթների նկատմամբ։ Տվյալ հատկությունը հատկապես օգտակար է գիշերային թռիչքների ժամանակ։ Նույնիսկ մթության պայմաններում ինֆրակարմիր ճառագայթները բավականաչափ շատ են, որպեսզի տեսախցիկը կարողանա ֆիքսել այն, ինչը մարդկային աչքին գրեթե տեսանելի չէ։ VDR եւ HDR ֆունկցիաներ։ VDR Wide Dynamic Range եւ HDR High Dynamic Range ֆունկցիաները թույլ են տալիս տեսախցիկին հաղթահարել մեծ լուսային տատանումները։ Օրինակ, թռիչքի ընթացքում միևնույն պատկերում դուք կարող եք հանդիպել ինչպես շատ պայծառ, այնպես էլ շատ մութ հատվածներ։ Առանց VDR կամ HDR ֆունկցիայի տեսախցիկը կամ կթողնի պայծառ հատվածը գերլուսավորված, կամ ավելի կմտնեցնի ստվերային հատվածներ։ NTSC եւ PAL համակարգեր։ NTSC-ն եւ PAL-ը երկու տարբեր անալոգային հեռուստատեսային համակարգեր են, որոնք մշակվել են գունային ազդանշանները կոդավորելու համար։ NTSC-ն National Television System Committee հիմնականում օգտագործվում է Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում եւ Հարավային Ամերիկայի որոշ մասերում։ Այն աշխատում է վայրկյանում 30 կադր արագությամբ կամ ավելի ճիշտ 20-97 կադր վայրկյանում։ PAL-ը Phase Alternating Line-ը օգտագործվում է Եվրոպայի մեծ մասում, Ավստրալիայում, Ասիայի եւ Աֆրիկայի որոշ մասերում, ինչպես նաեւ Հայաստանում։ Այն աշխատում է վայրկյանում 25 կադր արագությամբ։ Այս վիդեո ստանդարտների եւ էլեկտրական ցանցի միջև կա ուղիղ կապ։ NTSC-ի 30 կադր վայրկյան արագությունը անգլերեն հապավումը FPS։ Ուղիղ կապ ունի 60 Հz հաճախականությամբ աշխատող 110 վոլտ փոփոխական հոսանքի հետ։ Համակարգը ընտրվել է այնպես, որ վիդեոյի կադրային հաճախականությունը լինի մոտավորապես 30 կադր վայրկյան։ Իսկ PAL-ի 25 կադր վայրկյան արագությունը ընտրվել է 50 Հz հաճախականությամբ 220 վոլտ տարումով աշխատող փոփոխական հոսանքի համար։ Կադրի արագության սխալ ընտրության ժամանակ հնարավոր է ձեր պատկերը կամ մոնտաժված տեսանյութը լինի ընդհատումներով կամ կադրում երևացող լուսային լամպերը սկսեն թարթել։ Վիդեոընդունիչում եւ տեսախցիկում անպայման պետք է սահմանված լինեն նույն ստանդարտները։ OSD On-Screen Display։ OSD-ն On-Screen Display տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս ցուցադրել տարբեր թռիչքային տվյալներ ձեր վիդեոընդունիչի վրա։ OSD-ն կարող է լինել FPV տեսախցիկների կամ մայրական սալիկների պրոցեսորների մեջ ներկառուցված։ Տեսախցիկների OSD-ն հիմնականում ցույց է տալիս մի քանի սահմանափակ տվյալներ, ի տարբերություն մայրական սալիկի OSD չիպի։ Տեսախցիկների OSD-ն հիմնականում անջատում են,
քանի որ մայրական սալիկին ներկառուցված OSD չիպը պարունակում է ավելի շատ տեղեկատվություն։ OSD-ն միացնելու, անջատելու կամ FPV տեսախցիկի այլ կարգավորումներ փոփոխելու համար տեսախցիկի տուփի մեջ կգտնեք հատուկ տվիչ։ Այդ տվիչը կարող եք միացնել տեսախցիկին եւ ակնոցի միջոցով կատարել անհրաժեշտ կարգավորումները։ Action տեսակի տեսախցիկներ։ FPV տեսախցիկներն ուսումնասիրեցինք, անցնենք Action տեսախցիկներին։ Action տեսախցիկները, օրինակ GoPro, Insta360 եւ այլն, օգտագործում են որակյալ տեսանյութեր նկարահանելու համար, բայց ոչ որպես հիմնական FPV տեսախցիկ։ Action տեսախցիկները ունեն պատկերի ուշացում, մոտավորապես 100-ից 200 մվթ, ինչի պատճառով հնարավոր չէ նմանատիպ տեսախցիկները օգտագործել որպես FPV տեսախցիկ։ Այդ պատճառով դրոնների վրա օգտագործվում են երկու տարբեր տեսախցիկներ։ Առաջինը փոքր, թեթև ու նվազագույն ուշացմամբ FPV տեսախցիկ, որը նախատեսված է միայն թռիչքի համար։ Երկրորդը Action տեսակի տեսախցիկ, օրինակ GoPro, բարձրորակ տեսանյութեր նկարահանելու համար, որոնք պահպանվում են հիշողության քարտի վրա ու հենց այդ որակյալ կադրերն էլ օգտագործվում են մոնտաժի ընթացքում։ ND ֆիլտրեր։ Տեսախցիկների համար սինեմատիկ որակյալ կադրեր ունենալու համար ամենակարևոր հավելումներից է ND ֆիլտրը, ապավումը Neutral Density Filter։ ND ֆիլտրը հայելի է, որը նվազեցնում է տեսախցիկի սենսորին հասնող լույսի քանակը, որը տեղադրվում է օբյեկտիվի վրա։ Այն աշխատում է որպես արևային ակնոց տեսախցիկի համար, մտնեցնելով պատկերը առանց դրա գունային երանգները փոխելու։ ND ֆիլտրերը նշվում են թվերով, օրինակ ND4, ND8, 16, 32 եւ այլն։ Որքան մեծ է թիվը, այնքան շատ լույս է արգելափակում ֆիլտրը։ ND ֆիլտրերի մասին մեր հաջորդ դասերի ընթացքում անպայման կունենանք ավելի լայն անդրադարձ։ DSLR տեսախցիկներ օգտագործեն միայն պրոֆեսիոնալ ֆիլմ արտադրությունում նեղ մասնագիտական տեսախցիկները։ Օրինակ հայտնի Սարդմարթը ֆիլմի նկարահանման ընթացքում օգտագործվել են հենց նմանատիպ տեսախցիկներ։ Կայունարարներ։ Կայունարարը, անգլերենով gimbal, շարժական հարթակ է, որի վրա տեղադրվում է տեսախցիկը։ Կայունարարները օգտագործվում են նկարահանման ընթացքում տեսախցիկի դիրքը կամ ուղղությունը փոխելու համար։ Կայունարարները լինում են երկու տեսակի՝ սերվո շարժիչներով եւ IMU-ով։ Սերվո շարժիչները կարող են տեսախցիկը պտտել որոշակի անկյունով, սովորաբար 1 կամ 2 առանցքով։ Օրինակ վերև-ներքև կամ ձախ աջ։ Օդաչուն հեռակառավարման վահանակի միջոցով ուղարկում է հրաման, սերվո շարժիչը սկսում է պտտել կայունարարը, արդյունքում փոխվում է տեսախցիկի դիրքը։ Սերվո շարժիչը չունի որևէ ավտոմատ կայունացման համակարգ։ Սա նշանակում է, որ ուժեղ կամո առկայության դեպքում դրոնի կայունարարի վրա տեղադրված տեսախցիկը անընդհատ կշարժվի դրոնի հետ միասին, ինչը տեսախցիկի պատկերը կդարձնի անկայուն։ Նման կայունարարները հիմնականում շատ պարզ են, էժան եւ թեթև, սակայն չեն ապահովում ավտոմատ կայունացում, ինչի արդյունքում պատկերը կարող է մի փոքր լողալ։ IMU-ով աշխատող կայունարարներ։ IMU-ն Inertial Measurement Unit-ը, հայերենով իներցիալ չափման միավոր, տվիչ է, որը բաղկացած է գիրոսկոպից եւ արագաչափից։ IMU-ն անընդհատ վերահսկում է դրոնի եւ կայունարարի դիրքը տարածության մեջ։ Երբ դրոնը թեքվում կամ շարժվում է, IMU-ն ակնթարթորեն հայտնաբերում է այդ շարժումը եւ հրաման է ուղարկում կայունարարի շարժիչներին։ Այս շարժիչներն աշխատում են բացարձակ անձայն եւ շատ ճշգրիտ, շեղման հակադարձ ուղղությամբ շարժելով տեսախցիկը։ Արդյունքում տեսախցիկը մնում է կայուն եւ ֆիքսված դիրքում, անկախ դրոնի շարժից։ Այս գործընթացը տեղի է ունենում միլիվայրկյանների ընթացքում, ինչի արդյունքում ունենում ենք ցանկացած անկյան տակ կայուն վիդեոպատկեր։ Ամփոփում։ Այսօր մենք մանրամասն ուսումնասիրեցինք տեսախցիկները, նրանց չափսերը, Action եւ FPV տեսախցիկների տարբերությունները, օբյեկտիվները, կետայնությունը ու NTSC եւ PAL համակարգերի միջև եղած տարբերությունները։ Դե իսկ այսօրվա համար այսքանը։ Կհանդիպենք հաջորդ դասին։